Բարի գալուստ ARM դետեկտիվի։ Շարունակում ենք պարանորմալ երևույթների թեման։ Նայեք մինչև վերջ, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Նաև բաժանորդագրվեք ալիքին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Իսկ մենք սկսեցինք։ Մի ուշ գիշեր մի տղամարդ աշխատանքից տուն էր վերադառնում մեքենայով, երբ ուժեղ փոթորիկը ստիպեց նրան ներս մտնելուց առաջ մի պահ մնալ մեքենայի մեջ։ Անձրևը հարվածում էր թաղամասին։ Խավարը կլանել էր փողոցը, և մի պահ դրսում ամեն ինչ թվում էր սառը, սարսափելի։ Այսպիսով նա նստած էր այնտեղ, սպասելով եղանակի մեղմանալուն, մինչև որ դրսում ինչ-որ բան հանկարծ գրավեց նրա ուշադրությունը։ Հարևանի տանտանիքին նա նկատեց մի բարձրահասակ ստվերային կերպարանք, որը շարժվում էր փոթորկի ժամանակ։ Կերպարանքը գրեթե մարդկային տեսք ուներ, բայց դրա մեջ ինչ-որ խորապես սխալ բան կար։ Այն թվում էր շատ ավելի բարձրահասակ, քան պետք է լիներ սովորական մարդը, և ինչ էլ որ դա լիներ, նման չէր զարդարանքի կամ արձանի։ Քանի որ տեսանյութի սկզբնամասում երևում է, թե ինչպես է այն թեթևակի շարժվում։ Տղամարդու խոսքերով կերպարանքը լիովին մութ էր, լիովին անդեմ։ Բայց այն, ինչն այս հանդիպումն էլ ավելի անհանգստացնող է դարձնում, հաջորդ առավոտյան տեղի ունեցածն է, երբ լույսը բացվեց, կերպարանքն անհետացել էր, առանց որևէ հետքի։ Ինչ-որ բացատրություն գտնելու հույսով տղամարդը հարցրեց այդ մասին իր հարևաններին, բայց հարևանն ասաց, որ գաղափար չունի, թե ինչ է եղել տանիքին կանգնածը։ Ավելին, ինքնուրույն տեսագրությունը դիտելուց հետո նա ակնհայտորեն սարսափահար եղավ, և դա թողնում է մեկ սարսափազդու հարց. ինչ էր հստակ կանգնած այդ տանիքին, այդ գիշեր փոթորկի թեժ պահին։ Այս սարսափազդու տեսանյութը դիպչում է մարդկային ամենահին և ամենաանհանգստացնող վախերից մեկին, այն պահին, երբ քո սեփական տունը դադարում է անվտանգ թվալ։ Մի վայր, որը պետք է թվա հարազատ, անձնական և լիովին քո վերահսկողության տակ, հանկարծ թվում է, թե պատկանում է մեկ ուրիշին։ Այս դեպքում մի տղամարդ պարզապես մի երեկո վերադառնում է իր բնակարան, ակնկալելով ոչ ավելին, քան սովորական գիշեր, բայց դեռ դռանը չհասած, նա նայում է վեր, իր ննջասենյակի պատուհանին, և տեսնում է ինչ-որ բան, որն ուղիղ իրեն է նայում։ There's something watching me from my window. Hold up. I don't know what or who that is. But it keeps watching me, following me. My God. Okay. And as soon as I run back upstairs, it's gonna disappear. What do you want? Տեսագրության մեջ երևում է պատուհանի մոտ կանգնած մի տարօրինակ կերպարանք, և այն, ինչ դա դարձնում է այնքան տագնապալի, ոչ միայն այն է, թե որտեղ է այն գտնվում, այլև այն, թե որքան հստակ է այն երևում։ Որոշ դիտողներ շտապեցին ենթադրել, որ դա կարող է պարզապես հագուստ լինել, գուցե վերնաշապիկ կամ կտոր, որը կախված է այնպես, որ մարդու պատրանք է ստեղծում, բայց որքան երկար ես դիտում, այնքան ավելի դժվար է դառնում ընդունել այդ բացատրությունը։ Դա կտորի պես կախված չէ, այն կարծես տեսք ունի, ներկայություն։
Եվ տեսանյութի ավարտին մոտ նկատվում է թեթևակի շարժում, ինչն էլ ամբողջ պահը ավելի անհանգստացնող է դարձնում։ Ոմանք կարծում են, որ ինչ էլ որ կանգնած լիներ այդ պատուանի մոտ, հնարավոր է այնտեղ եղած լինի շատ ավելի երկար ժամանակ։ Բայց մինչև ավելին բացատրվի, այս սարսափազդու հանդիպումը մնում է չբացահայտված։ Հաջորդ սարսափելի տեսանյութում մի կին մենակ է տանը, երբ հանկարծ ինչ-որ տարօրինակ բան է սկսվում տեղի ունենալ։ Առանց նախազգուշացման նրա հակահրդեհային ազդանշանը միանում է։ 2026 թվականի մարտի 6-ին մահաբեր տորնադոն անցավ Միացյալ Նահանգների որոշ մասերով։ Դրանից հետո մոտակայքում ուժգին կայծակ հարվածեց, առաջացնելով էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատում նրա տարածքում։ Here, the dog's okay? Ցնցված եւ շփոթված նա անմիջապես վեր է կենում, որպեսզի համոզվի, որ իր շները ապահովության մեջ են, բայց երբ նա սկսում է տան մեջ ման գալ, հասկանում է, որ միայն տան որոշակի մասերում է հոսանքն անջատվել, մինչդեռ մյուսները աշխատում են։ Չիմանալով արդյոք տունը դեռ անվտանգ է, նա զանգահարում է հրշեջ ծառայություն, խնդրելով նրանց ստուգել տարածքը եւ որոշել, թե արդյոք էլեկտրականությունն ունեցող հատվածները դեռ կարող են օգտագործվել։ Էլեկտրական վահանակը ստուգելուց հետո հրշեջները նրան ասում են, որ էլեկտրական խնդիրը ամենայն հավանականությամբ շուտով հնարավոր կլինի վերացնել, բայց մինչև այդքան սպասելը, տանտերը որոշում է վերանայել տեսահսկման խցիկի տեսագրությունը, հենց այն պահից, երբ կայծակը հարվածել է, հուսալով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Zoom. Okay. So watch in this right corner. Right when the lightning strikes. There. What is that? What is that? What is that? Ընդամենը մի քանի վայրկյանվա ընթացքում կայծակի բռնկման ժամանակ տեսախցիկը ֆիքսում է 4 վերջույթների վրա գտնվող մի մութ կերպարանք, ուղիղ դռան դիմաց։ Այն հայտնվում է ընդամենը մի քանի կադրում։ Բավական երկար, պարզ դարձնելու համար մեկ բան։ Այնտեղ ինչ-որ բան կա։ Ինչ էլ որ դա լիներ, տանտիրոջը խորապես անհանգստացած է թողնում։ Այսպիսով ավելի ուշ նա ստուգում է անվտանգության տեսախցիկների այլ տեսագրություններ այն ժամանակահատվածից, երբ հրշեջները տանն էին, եւ հերթական անգամ նա ֆիքսում է մի սարսափազդու բան։ No, we were inside with her. Yeah. Then there was a little house shook. Oh, I thought it was like one tower. You go up. Number 4. No, not that I mean, we've had like city blackouts, but the neighbors still have towers, so situation. Տան տերը լույսի համար մոմեր էր տեղադրել տան տարբեր մասերում, եւ տեսահոլովակներից մեկում մի մոմ հանկարծ ինքն իրեն հանգչում է։ Հենց այդ պահին մի մեծ տվեր կարծես սլանում է այդ տարածքով։ Էլ ավելի տարօրինակ է այն, որ հրշեջներից մեկը կարծես թե ինչ-որ բան է նկատում մոմի մոտ եւ նայում է ուղիղ դեպի այն։ Նա հետագայում ասում է, որ մի կարճ պահ իրեն թվացել է, թե բազմոցին նստած կերպարանք է տեսել։ Այդ լսելուց հետո նրանք շարունակում են ստուգել տեսագրությունը։ Եվ այն, ինչ նրանք գտնում են, միայն ավելի անհանգստացնող է դարձնում այդ գիշերը։
Երբ հրշեջներից մեկը մոտենում է էլեկտրական վահանակը ստուգելու, նա ակնհայտորեն խուսափում է չափազանց մոտ գնալ բազմոցին, իր լապտերը ցածր պահելով դեպի այն։ Դեռևս անհանգստացած լինելով նրանից, ինչ կարծում էր, թե տեսել էր ավելի վաղ։ Այնուհետև առանց որևէ մեկի մոտ լինելու, բազմոցի թիկնակի սեղմված մասը հանկարծ հրվում է դեպի դուրս և վերադառնում նորմալ վիճակի։ Ասես ինչ-որ բան հենց նոր վեր կացավ բազմոցի վրայից։ Պահեր անց այդ բազմոցի կտորը նորից սուզվում է ներս, կարծես թե այնտեղ եղածը հետ է նստել։ Եվ սա միակ անգամը չէր, որ դա տեղի ունեցավ։ Մեկ այլ պահի, հենց այն ժամանակ, երբ հրշեջն իր լույսն էր ուղղում դեպի բազմոցը, թիկնակը նորից սեղմվում է ներս։ Ասես անտեսանելի ինչ-որ բան արձագանքում է լույսի ճառագայթին։ Երկու դեպքում էլ շարժումը տեղի ունենում հենց այն բանից հետո, երբ լույսն ուղղվում է հենց այդ կետին։ Եվ հենց դա է այս տեսագրությունը դարձնում այդքան անհանգստացնող։ Ճիշտ այնպես, ինչպես կայծակի բռնկումը կարծես թե բացահայտեց դռան մոտ գտնվող կերպարանքը։ Հնարավոր է, որ նույն բանը հետո նստած լիներ բազմոցին։ Եվ եթե այո, արդյոք այն ամենը, ինչ հայտնվել էր այդ գիշեր, ինչ որ կերպ ներս է մտել տուն, երբ փոթորիկը սկսվել է։ Ինչպես տեսախցիկով ֆիքսված շատ սարսափազդու տեսանյութ էր, սա նույնպես մնում է չբացահայտված։ Այս սարսափելի տեսագրությունը գալիս է Լորեն անունով մի կնոջից, ով ասում է, որ իր տան ներսում պարանորմալ ակտիվությունը ժամանակի ընթացքում ուժգնանում է։ Այն, ինչ սկսվեց որպես փոքր, հեշտությամբ հերքվող պահեր, կամաց-կամաց վերածվեց մի բանի, պարանորմալ երևույթի։ Նախքան այս գիշերը Լորենն արդեն արձանագրել էր մի քանի խորապես անհանգստացնող միջադեպեր։ Նա տարօրինակ հետքեր էր գտել իր հատակին, հետքեր, որոնք չէին համապատասխանում տանը գտնվող ոչ մի մարդու։ Այդ հետքը ուներ շատ տարօրինակ ձև։ Ասես ինչ էլ որ դրանք թողած լիներ, միայն մասամբ էր ձևավորվել։ Հետո նա սկսեց նկատել կերպարանքներ, որոնք սահում էին իր տեսողության եզրով, երբեք լիովին տեսանելի չլինելով։ Իսկ հետո հայտնվեցին ձայներ։ Սկզբում դրանք թույլ էին, գրեթե միախառնվում էին ֆոնին, բայց ժամանակի ընթացքում դրանք այնքան հստակ դարձան, որ նա իմացավ մեկ բան. դրանք դրսից չէին գալիս և ոչ էլ տանը գտնվող որևէ մեկից։ Նա նաև ասում է, որ առարկաները ինքնուրույն տեղաշարժվել են, դռները ճռռալով բացվել են փակվելուց հետո, և փոքր իրեր են ընկել առանց տեսանելի պատճառի։ Առանձին այդ պահերից յուրաքանչյուրը հեշտ կլիներ հերքել և բացատրել, բայց միասին դրանք սկսում են թվալ շատ ավելի մութ մի բանի մասնիկներ։ Հետո մի գիշեր, հենց այն ժամանակ, երբ Լորենը պատրաստվում էր քնելու, նա նորից լսեց այդ ձայները, և այս անգամ դրանք անտեսելու փոխարեն նա վերցրեց հեռախոսը և սկսեց տեսագրել։ Go upstairs and check something because I just heard a noise. Teddy. Oh gosh, I'm picking stuff up here. Did you hear that? Okay. Okay, it's time to go back. Thought I heard something. What was that? What was that? Okay. Եթե ուշադիր լսեք, այն ինչ լսում եք, անհանգստացնող կերպով նման է խաղացող երեխաների ձայնի, և հենց դա է տեսագրությունն այդքան տագնապալի դարձնում, որովհետև այնտեղ երեխաներ չկան։
Պարանորմալ դեպքերում մանկական ձայները երբեմն կապվում են այն բանի հետ, ինչ հետազոտողներն անվանում են նմանակող էակներ։ Դրանք էակներ են, որոնք նմանակում են անմեղությունը անվնաս թվալու համար, նախքան ակտիվությունը շատ ավելի կուժգնանա, բայց ըստ Լորենի, այն ինչ ինքը զգում է, պասիվ չի թվում, այն մնացորդային չի թվում, այն գիտակից է թվում։ Այսպիսով, առայժմ նա շարունակում է արձանագրել ամեն ինչ, հուսալով, որ ի վերջո կհասկանա, թե ինչն է այդ տունը կիսում իր հետ։ Իսկ քրիստոնյաները նրան խորհուրդ են տալիս արձանագրելու փոխարեն տան մեջ աղոթք կատարել, որովհետև դրանք պիղծ ոգիներ են, որոնք վախեցնում են մարդկանց, եւ դրանց հնարավոր է քշել միայն աղոթքի միջոցով։ Իսկ դուք ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։ Ինչ եք կարծում այս պարանորմալ երևույթների մասին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին հաջորդ մասը դիտելու համար։ Մինչ նոր հանդիպում։